Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը Երևանում է քարոզարշավ արել, քանաքեռ Զեյթունում են հանդիպել քաղաքացիների հետ։ Ուժեղ Հայաստանի անդամներից Գոհար Մելոյան այսօր հայտարարել էր, որ իրենք ահազանգեր են ստացել, որ հրահանգում են ուժեղ Հայաստանի քվեաթերթիկը դուրս բերել քվեախցիկից, որպես ապացույց, որ այդ ուժի օգտին չեն քվեարկել։ Ուժեղ Հայաստանի առաջին համար Նարեկ Կարապետյանն այսօր ասել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն են աշխատակիցներին նման հրահանգ տվել մարզերում առանց հստակեցնելու, թե որ մարզի որ բնակավայրի տեղական իշխանությունների մասին է խոսքը։ Ուժեղ Հայաստանը խոստանում է նաև այս ահազանգերի մասով դիմել իրավապահներին։ Քննչականի խոսնակը Ազատությանն այսօր ասել է, որ հաղորդում դեռ չեն ստացել։ Ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են մասնավորապես մեր ուժեղ Հայաստան դաշինքի 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է եւ դուք ինքներդ կարող եք խնդիր ունենաք, եթե արձանագրվես, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում։ Հետևաբար, կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն ու դուք եք դառնալու ու հիմնական այն աղբյուրը, ովքեր որոշելու են, թե ով է մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը եւ այս ճնշումներին վերջ տալու հիանալի ու շատ մոտալուտ հնարավորություն ունեք, հետևաբար կրկին եմ ասում, թեկուզ առնվազն այն տեսանկյունից, որ ռիսկ է, մի գնացեք ռիսկի կատարելու իրավախախտում, որովհետև քվեաթերթիկ դուրս բերելը, բացի այն, որ ձեր կամքի վրա հարկադրանք է եւ ճնշում ձեր նկատմամբ, նաեւ իրավախախտում է, որը կարող է հետևանք ունենալ։ Մի քանի հազար թիմակիցներ ունենք, որպես վստահված անձ, փորձելու ենք ամենայն խստությամբ process-ները վերահսկել, որպեսզի այդպիսի փորձեր չլինեն։ Մեզ հասնում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ իշխող ուժը ունի ներկայացուցիչներ, կան ճնշումներ մարդկանց վրա, այսպիսի ճնշումներ, եւ պետք է հետևենք, որ այդպիսի բան չլինի։ Իրենց նշանակած իրավապահները մաքսիմում կարող է զբաղվեն ձայնագրություն բեմադրելով, գործակալներ ուղարկելով եւ դրանցով ձայնագրություն բեմադրելով։ Իրենց նշանակած իրավապահները հաստատ իրենց չեն բռնելու։ Դիմելու ենք, բայց ճիշտը որ ասեմ, բացի դատական համակարգից, որտեղ փոքր ինչ պահպանվել են ինչ որ ազատություններ, այլ համակարգում մենք չենք տեսնում այդ ազատությունը եւ տեսնում ենք տոտալ քաղաքականացում, կուսակցականացում։ Իդեպ առաջին համարների հեռուստաբանավեճ է սպասվում հանրայինով հունիսի 4-ին արդյոք Նարեկ Կարապետյանը մասնակցելու է, իմ գործընկեր Աստղիկ Բեդևյանն է հետաքրքրվել։ Իհարկե մասնակցելու եմ։ Շատ հետաքրքիր է լինելու, ասեմ ձեզ։ Կարծում եմ հետաքրքիր է լինելու մեր քաղաքական ընդհանուր ուժերի մոտեցումների տարբերությունը մի հարթակում տեսնել։ Եվ նաև հետաքրքիր է լինելու մեր հասարակությունն էլ հնարավորություն է ունենալու տեսնել մոտեցումների տարբերություն։